Սիվիկ, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն, հարցս նորից պարոն Հովհաննիսյանին, թերևս ուղղեմ։ Պարոն Հովհաննիսյան, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքելով կառավարության կողմից Ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերի հանրայնացմանը հայտարարել է, որ Երևանում խախտել են էթիկայի նորմերը, հրապարակելով ԵԱՀԿ աշխատանքային փաստաթղթերը եւ համանախագահող երկրների ղեկավարների նամակագրությունները առանց համաձայնեցնելու շահագրգիռ կողմերի հետ։ Տիկին Զախարովան նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի փաստաթղթերը հստակ ապացուցում են, որ 3 տասնամյակ շարունակ Ռուսաստանը որպես համանախագահող երկիր բոլոր ջանքերը ներդրել է քաղաքական եւ դիվանագիտական ձևով Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար եւ քիչ բան չէր արվել։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը տիկին Զախարովայի։ Ես անկեղծորեն ընդհանրապես ցանկություն չունեմ մեկնաբանելու տիկին Զախարովային, եթե մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները ուրեմն համապատասխան պաշտոնյաները համարժեք տիկին Զախարովային կգտնեն անհրաժեշտություն արձագանքելու, կարձագանքեն։ Ես որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր նման ցանկություն չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ ձեր թվարկած մեկնաբանություններ են, հա, եթե դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, ապա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր պետական շահերից բխող, իր ժողովրդի հետաքրքրություններից բխող որոշումներ եւ առաջնորդվում է իր սուվերեն որոշումներով, այսքանը, շնորհակալ եմ։ Կան այլ հարցեր, խնդրեմ կենտրոն։ Կցանկանայի իմանալ իշխանությունը ինչպես է պատկերացնում, թե ինչպես այսպես ասած պետք է գահանկեցարվի ամենայն հայոց կաթողիկոսը, եթե եպիսկոպոսների մեծ մասը, գիտենք, որ 54 եպիսկոպոս կա, մեծ մասը պաշտպանում է Գարեգին II-ին, եւ անգամ այն քահանաները, որոնք համակրում են Նիկոլ Փաշինյանին, ասում են, որ պատարակների ժամանակ հնչեցնելու են Գարեգին II-ի անունը։ Եվ մամուլում մի հրապարակում կար, որ դիվանագիտական այսպես խողովակներով են փորձում նաև նշում գործադրել տարբեր թեմերի վրա։ Ժորժ ջան, դուք բոլորդ ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներ եք, չէ՞։ Ու ազգային ժողովի միջանցքներում ու նաև այլ տեղերում, այլ տարբերակներով թե պարոն Հովհաննիսյանից, թե ինձնից, թե մնացածից տարբեր թեմաներով մեկնաբանություններ վերցնելու բազում առիթներ եք ունենում։ Հիմա ինձնից լավ գիտեք, որ քարոզիաներից հետո կազմակերպող այս ճեպազրույցները հիմնականում պիտի վերաբերվեն քարոզիայի ընթացքում ընդունված կամ քննարկված օրենքներին։ Հիմա մենք ունեցել ենք տարվա վերջին քարոզիան, շատ կարևոր բաներ ենք ընդունել։ Պետական բյուջե, չգիտեմ, էլեկտրոմոբիլների հետ կապված թեմաներ։ Ես ուզում եմ հասկանալ, այս երկրում ավելի կարևոր ու մարդկանց ավելի հուզող խնդիրներ չկան։ Օրինակ ես օրը 500 հատ նամակ եմ ստանում, ասենք, գույքահարկերի մասին, էլեկտրոմոբիլների մասին, բյուջեի մասին։ Ինձ թվում էր, որ լրատվամիջոցների հիմնական դերը այն պիտի լինի, որ իրենք մարդկանց կյանքին վերաբերող խնդիրները, որոնք որ քննարկվում են ազգային ժողովում որոշումներ են կայացվում, ժամանակին ու ճիշտ ձևով հասցնեն այդ մարդկանց, որ հետո այդ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո մարդիկ չզարմանան, չասեն, չգիտենք։ Դե հիմա ոչ մի հարց չունեք, ուզում եք ես ինձ ուղարկած բոլոր հարցերը ուղարկեմ ձեզ, տեսեք մարդկանց մոտ ինչքան անպատասխան մնացած հարցեր կան։ Հիմա դուք այս համոզված եմ, այս կես ժամվա ընթացքում մենք եկեղեցու թեմայից այն կողմ չեն գնալու, բայց ինչ անենք։ Ձեր իրավունքն է ինչ հարցնեք։ Ուղղակի ես ուզում եմ մի անգամ եւս շեշտեմ, որ եկեք իրար հետ այնպես անենք, որ մարդիկ օբյեկտիվ ինֆորմացիայի պակաս չունենան, որովհետև կա այդ պակասը։ Ու մեր հույսը նաև դուք եք, որովհետև երբ որ դա պակաս է լինում, մենք սկսում ենք այլ հարթակներ օգտագործելով այդ կոմունիկացիան ապահովել։